Հայաստանում ծնելիության մակարդակը շարունակում է նվազել։ 2025 թվականին հանրապետությունում գրանցվել է 32,042 ծնունդ, 2024 թվականի 33,593-ի եւ 2023 թվականի 36,590-ի դիմաց։ Այս տվյալները Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով իրավիճակը բարելավելու համար անհրաժեշտ է փոխել հանրային վերաբերմունքը ծնելիության նկատմամբ եւ պետական աջակցության ծրագրերի միջոցով խթանել ընտանիքների ավելի շատ երեխաներ ունենալու պատրաստակամությունը։ Նիկոլ Փաշինյանի հունիսի 11-ի հայտարարության հետևանքով նրա դեմ հերթական դատական հայցն է մուտքագրվել դատարան։ Փաշինյանը հայտարարել էր, քաղաքացիական պայմանագիրը ստացել է 100%-ով օրգանիկ քվե, այն մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե առանց փողի, նրանց օգտին ոչ մեկը չի քվեարկել, բացարձակապես ոչ մեկը։ Հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ քաղաքացի Լուսինե Ավագյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Փաշինյանի, խնդրելով պարտավորեցնել Փաշինյանին հօգուտ իրեն բռնագանձել 3 միլիոն դրամ որպես զրպարտության պատճառված վնասի փոխհատուցում, պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Փաշինյանին ներողություն խնդրել Լուսինե Ավագյանից, ինչպես նաև հօգուտ հայցվորի բռնագանձել նախապես վճարված պետական դուրքի գումարը 230,000 դրամը։ Հուլիսի 14-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար եւ կառավարող տնօրեն Ստեֆանո Տոմատի գլխավորությամբ։ Անվտանգության խորհրդի քարտուղարը ողջունել է առաքելության ստեղծումն ու տեղակայումը Հայաստանում, կարևորելով վերջին տարիներին Եվրամիության կողմից Հայաստանին ցուցաբերվող բազմակողմ աջակցությունը, ինչպես նաև դիմակայունության ամրապնդմանն ուղղված կարողությունների զարգացման շուրջ իրականացվող միջոցառումները։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև հետագա համագործակցությանն առնչվող հարցեր։ Վերոնշյալի համատեքստում քարտուղար Գրիգորյանը վստահություն է հայտնել, որ առաքելության եւ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների միջև սերտ համագործակցությունը կնպաստի առաքելության մանդատով նախատեսված խնդիրների լիարժեք եւ արդյունավետ իրականացմանը։ Հուլիսի 15-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Քոչարյան փողոցում, մասնավորապես Քոչարյան 14 հասցեից մինչև Քոչարյան Գյուրջան փողոցների խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից։ Բրյուսելում անցկացվել է Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները եւ ԵՄ ներգրավվածության հրամայականը խորագրով համաժողով, այս մասին հայտնել են Հայ հեղափոխական դաշնակցության Եվրոպայի հայ դատի գրասենյակից։ Համաժողովի նպատակն է ներկայացնել Ադրբեջանում պահվող հայ պատանդների եւ քաղաքական բանտարկյալների իրավիճակի արդիական գնահատականը։ Համակազմակերպիչներն են Եվրոպական խորհրդի պատգամավորներ Կոստաս Մադրիդեսը եւ Միրիամ Լեքսմանը։ Իսկ կազմակերպչական աջակցություն իրականացնում է Հայ հեղափոխական դաշնակցության հայ դատի Եվրոպայի գրասենյակը։ Ներկայ է նաև Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Բաքվում պատանդարված Դավիթ Իշխանյանի որդին։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երբեք չի ասել, թե Ալյասկայի վերաբերյալ Ռուսաստանյան ձեռքբերված պայմանավորվածություններ գոյություն չունեն։ Նրա խոսքով Ալյասկա գագաթնաժողովից հետո Թրամփը բարձր է գնահատել համաձայնությունը եւ նշել բանակցային գործընթացը մեկնարկել է։ Լավրովը պնդել է, հենց Եվրոպան եւ Ուկրաինան են հայտարարում, թե այդ համաձայնագրերն այլևս գոյություն չունեն։ Նա նաեւ նշել է, եվրոպացիներն ու Կիևը փորձել են շեղել Վաշինգտոնի ուշադրությունը ստեղծված իրավիճակից։ ՌԴ նախարարի խոսքով Ալյասկայի համաձայնագրերը մեռած են հայտարարել բացառապես եվրոպական երկրներն ու ուկրաինական կողմը։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, Ռուսաստանը շարունակելու է համակողմանի զարգացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Նրա խոսքով Մոսկվան առաջնորդվում է պրագմատիկ մոտեցմամբ եւ շահագրգռված է Բաքվի հետ համագործակցության հետագա խորացմամբ։ Պեսկովը նշել է, Ադրբեջանը Ռուսաստանի համար կարևոր գործընկեր է տարբեր ուղղություններով։ Նա հավելյալ մանրամասներ չի ներկայացրել, սակայն ընդգծել է, հարաբերությունների զարգացումը մնում է առաջնահերթություն։ Կրեմլում վստահեցնում են, համագործակցությունը կշարունակվի բոլոր կարևոր ոլորտներում։ Ուկրաինայի գերագույն ռադան քվեարկել է երկրում ընդհանուր զորահավաքը եւս 90 օրով երկազիքելու օգտին։ Համապատասխան որոշմանը կողմ է քվեարկել 311 պատգամավոր։ Նոր որոշման համաձայն զորահավաքը կշարունակվի մինչև հոկտեմբերի 31-ը։ Մինչ այդ խորհրդարանը հաստատել էր նաեւ ռազմական դրության հերթական երկազիկումը։ Սա ռազմական դրության եւ զորահավաքի երկազիկման արդեն 20-րդ խորհրդարանական քվեարկությունն է պատերազմի ընթացքում։
Bloomberg-ը հայտնում է, եվրոպական երկրների ղեկավարները փակ քննարկումների ընթացքում դիտարկել են ԱՄՆ-ի հետ հնարավոր ռազմական բախման տարբերակը, եթե Վաշինգտոնը փորձի ուժով վերահսկողություն հաստատել Գրենլանդիայի նկատմամբ։ Ըստ պարբերականի քննարկվել է նաև այն սցենարը, երբ ՆԱՏՕ-ի անդամ պետություններից մեկը ռազմական գործողություններ սկսի դաշինքի մեկ այլ անդամի դեմ։ Եվրոպացի պաշտոնյաներն մտահոգել են Թրամփի հայտարարությունները, որոնցում նա չէր բացառել Գրենլանդիան ռազմական ճանապարհով ԱՄՆ-ին միացնելու հնարավորությունը։ Bloomberg-ի գնահատմամբ այդ հայտարարությունները խորացրել են եվրոպական երկրների անվստահությունը Վաշինգտոնի նկատմամբ։ Քննարկումներն ըստ աղբյուրների անցել են փակ ձևաչափով։ ՌԴԱԳ-ն պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սուր արձագանքել է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հայտարարությանը ռուսական ձկան վերաբերյալ։ Նրա խոսքով, մինչ Կալասը քննարկում էր ձկան աշխարհաքաղաքական նշանակությունը, փչացավ ոչ միայն ձուկը։ Ավելի վաղ Կալասը հայտարարել էր Եվրամիությունը 20-րդ պատժամիջոցների փաթեթից հանել է ռուսական ձկան ներմուծման արգելքը դրա աշխարհաքաղաքական նշանակության պատճառով։ Նա նաև նշել էր նախկինում չէր պատկերացնում, թե ձուկը կարող է նման ազդեցություն ունենալ միջազգային քաղաքական գործընթացների վրա։ Այս հայտարարությունները դարձան Զախարովայի հեգնական մեկնաբանության պատճառը։ Զելենսկին հայտարարել է, Ռուսաստանն արդեն ունի շատ հզոր բալիստիկ հրթիռներ եւ շուտով կկարողանա դրանք կիրառել մինչեւ 5000 կիլոմետր հեռավորության վրա։ Նրա խոսքով նման հնարավորությունը միայն ժամանակի հարց է եւ այդ հրթիռները կարող են հասնել Եվրոպայի ցանկացած քաղաք։ Զելենսկու հայտարարությունը հնչել այն բանից հետո, երբ Ուկրաինայի զինված ուժերը հայտնել էին հուլիսի 11-ի գիշեր չեն կարողացել խոցել Իսկանդեր M տիպի ոչ մի բալիստիկ հրթիռ։ Ըստ ուկրաինական կողմի այդ հարձակման ընթացքում Ռուսաստանը կիրառել էր 6 բալիստիկ հրթիռ։ Կիևում ընդգծում են բալիստիկ սպառնալիքը շարունակում է աճել։ Իրանի Խուզեստան նահանգի Աբադան եւ Բանդարե Մահշահր քաղաքները ենթարկվել են ԱՄՆ-ի ավիահարվածների։ Այս մասին հայտնել է նահանգի փոխնահանգապետ Վալիուլլա Հայաթին, նշելով, որ առաջին հարվածը հասցվել է Աբադանի մի օբյեկտի։ Նրա խոսքով Բանդարե Մահշահրը նույնպես հայտնվել է հարձակման տակ, սակայն վնասների եւ հնարավոր հետևանքների վերաբերյալ մանրամասները կհրապարակվեն նախնական գնահատումից հետո։ Իրանական իշխանությունները հայտարարել են, իրավիճակի ամբողջական պատկերը դեռևս ճշտվում է։ Հարվածների պատճառների վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն չի ներկայացվել։ Ուկրաինայի Գերագույն Ռադան քվեարկությամբ հաստատել է վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի պաշտոնանկությունը, որոշմանը կողմ է քվեարկել 258 падգամավոր։ Ավելի վաղ Սվիրիդենկոն հայտարարել էր, կառավարության վերակազմավորումն իրականացվում է նախագահ Վոլոդիմիր Զելենսկու նախաձեռնությամբ։ Նրա խոսքով փոփոխությունների նպատակը կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացումն ու առաջնահերթությունների վերանայումն է։ Կառավարության կազմի հետագա փոփոխությունների վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ դեռևս չեն հրապարակվել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, Վաշինգտոնը տեղեկություններ ունի իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների գտնվելու վայրի մասին։ Ռադիոհաղորդավար Հյու Հյուիթի հարցին, արդյոք ամերիկյան կամ իսրայելական ուժերը կարող են հասնել նրանց եւ ֆիզիկապես վերացնել, Թրամփը պատասխանել է դրական։ Միաժամանակ նա հրաժարվել է մանրամասնել այդ թեման, նշելով, այժմ նպատակահարմար չէ դրա մասին հրապարակային խոսել։ ԱՄՆ նախագահը հավելել է, իրենք ուշադիր հետևում են իրավիճակի եւ տիրապետում են բազմաթիվ տեղեկությունների։ Թրամփի խոսքով այդ հարցի վերաբերյալ ավելի մանրամասն մեկնաբանություններ այս պահին չեն լինելու։ Financial Times-ը հայտնում է, ԱՄՆ-ն Իրանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքում հայտնվել է ոչ շահավետ դիրքում, բանակցող թիմի անփորձության պատճառով։ Թերթի տվյալներով նախագահ Դոնալդ Թրամփը արտաքին քաղաքականության կարևոր հարցերը վստահել է իր մերձավորներին, այլ ոչ թե տարածաշրջանային փորձագետներին։ ԱՄՆ նախկին դեսպան Յայել Լեպերտի խոսքով իրանցի բանակցողները լիովին տիրապետում էին թեմային եւ կարողացել են առավելություն ստանալ։ ԿՀՎ նախկին տնօրեն Ուիլյամ Բըրսն էլ նշել է, նման բանակցություններում անհրաժեշտ է բարձր մակարդակի մասնագիտական փորձառություն։ Պարբերականի գնահատմամբ հենց այդ հանգամանքն է թույլ տվել Թեհրանին բանակցություններում ավելի շահավետ դիրք զբաղեցնել։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, շարունակում է աջակցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, չնայած առանձին հարցերի շուրջ ունեցած տարաձայնություններին։ Նա նշել է, իրենց հարաբերությունները շարունակում են մնալ շատ լավ մակարդակի վրա։ Թրամփը խոստովանել է, երբեմն բացահայտորեն չի համաձայնում Նեթանյահուի որոշումների հետ, սակայն դա չի նշանակում աջակցությունից հրաժարում։ Նրա գնահատմամբ Նեթանյահուն արդյունավետորեն կատարում է պատերազմական ժամանակների վարչապետի իր պարտավորությունները։ ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, եթե ինքը կամ Նեթանյահուն չլինեին իրենց պաշտոններում, ապա Իրանի գործողությունների պատճառով Իսրայելը այսօր կարող էր գոյություն չունենալ։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է հրթիռային հարվածները հասցրել Հորդանանի տարածքում տեղակայված ԱՄՆ բանակի ռազմաօդային բազայի օբյեկտներին եւ անձնակազմի տեղակայման վայրերին։ Նուր Նյուզի փոխանցմամբ Իրանը հարվածել է նաեւ Բահրեյնում տեղակայված Պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգի ռադարին, ԱՄՆ ռազմածովային ուժերի օդային վերահսկողության ռադարին եւ վաղ նախազգուշացման համակարգին։ ԻՀՊԿ-ն պնդում է այդ համակարգերը ոչնչացվել են հարվածների արդյունքում։ Հայտարարության համաձայն գործողությունները եղել են ամերիկյան ռազմական ենթակառուցվածքների դեմ իրականացված թիրախային հարվածներ։ Իրանական ԻՐԻԲ-ը հայտնել է իրանական բանակը անօդաչու թռչող սարքերով հարվածել է Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմականների կապի համակարգերին, վարելիքի պահեստներին, Պատրիոտ համալիրին, դիտաշտարակներին եւ զինամթերքի պահեստներին։ Իրանի բանակի մամուլի ծառայության հայտարարությունը ներկայացվել է որպես այդ գործողությունների պաշտոնական հաստատում։ Միաժամանակ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է ավարտել է Իրանի դեմ շուրջ 5 ժամ տևած հարվածների հերթական ալիքը։ Հաղորդվում է ամերիկյան ուժերը խոցել են Իրանի տարածքում գտնվող մի շարք ռազմական օբյեկտներ։ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է, միայն ռազմական առումով հնարավոր չէ ապահովել երկարաժամկետ կայունություն եւ խաղաղության կարելի է հասնել միայն բանակցությունների միջոցով։ Նա կոչ է արել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին վերանայել Մերձավոր Արևելքի հարցում որդեգրած ագրեսիվ քաղաքականությունը։ Աունի խոսքով պատերազմները բերում են մահ, ավերածություններ եւ բնակչության զանգվածային տեղահանում։ Նա հույս է հայտնել Հռոմում մեկնարկող Լիբանան-Իսրայել բանակցությունների հերթական փուլը կհանգեցնի գործնական արդյունքների։ Նախագահը նշել է Բեյրութի առաջնահերթ նպատակներն են հարավային շրջանների ազատագրումը, պատերազմի հետևանքների վերացումը եւ խաղաղ բնակիչների վերադարձը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Միացյալ Նահանգները առաջիկա օրերին շարունակելու է լուրջ հարվածներ հասցնել Իրանի տարածքին։ Նրա խոսքով Իրանի դեմ նոր գործողությունները կշարունակվեն նաև հաջորդ օրը եւ Թեհրանը չի կարողանա կանխել դրանք։ Թրամփը նաև հայտնել է ԱՄՆ-ն մտադիր է կրկին հարվածել Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտին։ Նա նշել է պատրաստվում է ոչնչացնել այն, ինչ ԱՄՆ-ում անվանում են քրքի լեռ, նկատի ունենալով Նաթանզի միջուկային համալիրի տարածքը։ Ամերիկացի առաջնորդը հավելել է իրանցիները պետք է պատրաստ լինեն այդ գործողություններին։ Վենեսուելայի ազգային ասամբլեայի նախագահ Խորխե Ռոդրիգեսը հայտնել է, հունիսի 24-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4561-ի։ Պաշտոնական տվյալներով վիրավորվել է 16740 մարդ, իսկ ավելի քան 17000 մարդ մնացել է անօթևան։ Երկրաշարժի հետևանքով ամբողջությամբ ավերվել է 190 շենք, եւս 856-ը ստացել են լուրջ վնասներ։ Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում փրկվել է 6462 մարդ, իսկ ավելի քան 33000 մարդ ստացել է բժշկական օգնություն։ Իշխանությունների տեղեկացմամբ տուժած ընտանիքներին տրամադրվել է մարդասիրական աջակցություն, իսկ շուրջ 20000 մարդ տեղավորվել է ժամանակավոր ճամբարներում։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ից կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումը։ Հրամանատարության հաղորդագրության համաձայն վերահսկողությունը կտարածվի այն նավերի վրանք, որոնք մուտք են գործում իրանական նավահանգիստներ եւ առափնյա գոտիներ կամ լքում դրանք։ Միաժամանակ ընդգծվել է, սահմանված պահանջներ չխախտող առևտրային նավերը կշարունակեն ազատ տեղաշարժվել տարածաշրջանի ջրերում։ Հրամանատարությունը նշում է, միջոցառումները միտված են ծովային անվտանգության պահպանմանը։ Հայտարարության մեջ այլ մանրամասներ գործողության տևողության կամ հնարավոր լրացուցիչ սահմանափակումների վերաբերյալ չեն ներկայացվել։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, Թեհրանը մշտապես վերահսկել է Հորմուզի նեղուցը եւ շարունակելու է դա անել նաեւ ապագայում։ Նա նշել է, Իրանը միշտ եղել է նեղուցի պահապանը եւ այդ դիրքորոշումը չի փոխվելու։ Արաղչին նաեւ արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին նեղուցի անվտանգության եւ հնարավոր турքերի սահմանման վերաբերյալ։ Նրա խոսքով, խոսվող 20%-անոց վճարը չափազանց բարձր է։ Իրանի արտգործնախարարը հավելել է, Թեհրանը կգործի արդարացի սկզբունքներով։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, երկրի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, ինչպես նախկինում Ալի Խամենեին, հետևողականորեն աջակցում է Ռուսաստանի հետ հարաբերությունների ընդլայնմանը։ Այս մասին նա ասել է Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյևի հետ հանդիպման ժամանակ։ Փեզեշքյանի խոսքով Ռուսաստանի հետ համագործակցությունը մշտապես եղել է Իրանի բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում։ Նա ընդգծել է, այդ ռազմավարական կուրսը կշարունակվի նաև առաջիկայում։ Իրանի նախագահի հայտարարության համաձայն Թեհրանը մտադիր է հետևողական զարգացնել երկկողմ հարաբերությունները։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, Ռուսաստանի պատասխան հարվածները կլինեն հայելային եւ մի քանի անգամ ավելի հզոր։ Նա նշել է, հակառակորդը շարունակաբար կզգա այդ գործողությունների մասշտաբների աճը։ Պուտինը նաեւ խոստովանել է Ուկրաինայի զինված ուժերի հարվածները որոշակի խնդիրներ են ստեղծել Ռուսաստանի վառելիքային ենթակառուցվածքների համար։ Նրա խոսքով իրավիճակը աստիճանաբար կշտկվի։ ՌԴ նախագահը հավելել է, աշխատում է Ղրիմի վառելիքային մատակարարումները կազմակերպելու այնպիսի համակարգով, որը հակառակորդի համար դժվար հասանելի կլինի։ Այսօր Արցախի հերոս գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է, նա կդառնար 70 տարեկան։ Արշալույս գյուղի եղբայրական պանթեոնում գեներալին հարգանքի տուրք են մատուցել նրա ընտանիքի անդամները, մարտական ընկերները եւ շարքային քաղաքացիները։ Մանվել Գրիգորյանի դուստրը Այծևնի Գրիգորյանը հոր ծննդյան կապակցությամբ հրապարակում է կատարել, որում մասնավորապես նշվում է. այսօր դու կդառնայր 70 տարեկան, բայց ժամանակը չի կանգնում, իսկ կարոտը չի փոքրանում։ Քո կյանքը պայքար էր, ծառայություն եւ նվիրում հայրենիքին։ Մենք քեզ միշտ կհիշենք քո ժպիտով, քո ուժով, քո գործերով եւ քո թողած հետքով։ Քո տեղը ոչ ոք չի կարող լրացնել, իսկ իշատակը ժամանակի հետ չի խամրում։ Ծնունդդ շնորհավոր, անպարտելի զորավար, միշտ կկարոտենք քեզ, հավերժ իշատակ, գրել է Այծևնիկ Գրիգորյանը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի Վետա Տոնոյանը հերքել է տեղեկությունները, թե Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ եւ միջոցներով կառուցվող Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարությունը դադարեցվել է։ Հիսուս Քրիստոսի արձանի շինարարական աշխատանքները շարունակվում են բնականon ընթացքով եւ չեն կասեցվել, քանի որ Multiston ընկերությունը չի աշխատում եւ քարի մատակարարումն այդ ընկերությունն է իրականացնում, դրա հետ կապված տեխնիկական խնդիրներ կան, բայց գլոբալ շինարարությունը դադարեցված չէ, պարզաբանել է Տոնոյանը։ Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի դեսպանատուն եւ իր հարգանքի տուրքը մատուցել Իրանի նահատակ գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի հիշատակին։ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիր Ղոլամիի հետ հանդիպման ժամանակ նա իր ցավակցությունն ու կարեկցանքն է հայտնել Իրանի կառավարությանն ու ժողովրդին եւ հույս հայտնել, որ Իրանի խաղաղասեր ժողովուրդը կկարողանա վերականգնել անվտանգությունը։ Օրեր առաջ կալանավորված Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից նրա ձիերի ու փասյանների առգրավումը հետաձգվել է, այս մասին հայտնել է նրա փաստաբան Հովհաննես Վարդանյանը։ Առգրավման որոշումը դեռ հուլիսի 10-ին է կայացվել, տեխնիկական խնդիրներ էին առաջացել տեղափոխման հետ կապված։ Այնուհետև այսօր պետք է առգրավեին, բայց մեզ համար անհասկանալի պայմաններում դեռևս դա չի արվում ու չգիտենք ինչու մենք այժմ բողոքարկում ենք դատավարական կարգով քննիչի կայացրած որոշումը, քանի որ դրանք համարվում են ընտանի կենդանիներ եւ որևէ քրեական վարույթի առարկա չեն կարող հանդիսանալ, հավելել է Վարդանյանը։ Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանքի առաջադրվել ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանին։ Քրեական վարույթով պարզվել է, որ Հայկ Հարությունյանը 2003 թվականից մինչև 2008 թվականի մայիսի 29-ը զբաղեցնելով կառավարությանն առընթեր ոստիկանության պետի պաշտոնը իրականացնելով ոստիկանության ընդհանուր ղեկավարումը, 2008 թվականի մարտի 1-ին անցնելով իր պաշտոնեական լիազորությունները ոստիկանության այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ կազմակերպել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության եւ հատուկ միջոցների գործադրմամբ զուգորդված Երևան քաղաքի ազատության հրապարակում նստածույթ անող խաղաղ ցույցը ցրելը, ցուսարարներին հրապարակից բռնության գործադրմամբ հարկադրաբար հեռացնելը։ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Միասնության թե Վերկուսակցության անունից հանդես եկող անձն ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Սյունիքի մարզիկապան համայնքի Արծվանիկ բնակավայրում հաշվառված զինծառայող ընտրողին տվել է ընտրակաշարք։ Դեպքի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, երկու անձ ձերբակալվել է, կատարվել են խուզարկություններ եւ վարույթային այլ գործողություններ։ Երևանի ավականու անդամ Քրիստինա Վարդանյանը հայտնել է, որ Երևանի կենթանաբանական այգի տեղափոխվող Սպիտակ առյուծի անկումից հետո որոշել է դուրս գալ Երևանի կենթանաբանական այգու կառավարման խորհրդի կազմից։ Հուլիսի 7-ին դեպքից անմիջապես հետո առաջարկել եմ հրատապ գումարել կառավարման խորհրդին իսկ դեպքի հանգամանքները քննարկելու եւ պատասխանատվության հարցը պարզելու համար։ Սակայն նիստը նշանակվել է միայն հուլիսի 16-ին, չսպասելով կառավարման խորհրդի նիստին հուլիսի 9-ին դեպքի վերաբերյալ իմ բոլոր հարցերն ու առաջարկությունները պաշտոնապես հասցեագրել եմ Երևանի քաղաքապետին։ Ինձ համար նման ողբերգությունը պահանջում էր անհապաղ պատասխանատու եւ բազմակողմանի մասնագիտական արձագանք, քանի որ դա տեղի չունեցավ, որոշեցի դուրս գալ կառավարման խորհրդի կազմից, նշել է Քրիստինե Վարդանյանը։
Աննա Հակոբյանը հուլիսի 19-ից 21-ը կգործուղվի Եթովպիայի Դաշնային ժողովրդավարական հանրապետություն, որոշումը ստորագրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Աննա Հակոբյանը կգործուղվի Ադիս Աբեբա խաղաղություն եւ կայուն զարգացում փիլիսոփայական ուսումնասիրություն խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։ Հայաստանի վարչապետի աշխատակազմին հանձնարարվել է սահմանված կարգով ապահովել գործուղման հետ կապված փաստացի ծախսերի հատուցումը։ Նշվում է, որ հուլիսի 19-ի օրապահիկ հաշվարկվելու է տարանցիկ վայրի Դուբայի համար։ 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Իրանում, հայտնում է հիդրոօթերևութաբանության եւ մոնիտորինգի կենտրոն ՊՕԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Իրանի Դելհորան քաղաքում հուլիսի 12-ին գրանցվել է +51.5 աստիճան, որը ներկայումս հանդիսանում է 2026 թվականին աշխարհում գրանցված ամենաբարձր օդի ջերմաստիճանը, նշել է Ազիզյանը։ Հայաստանի դպրոցականների թիմը 2 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ է նվաճել հուլիսի 4-ից 12-ը Կոլումբիայի Բուկարամանգա քաղաքում տեղի ունեցած ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայում։ Այս մասին հայտնել են Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից։ Օլիմպիադան անցկացվել է փորձնական եւ տեսական փուլերով, մասնակցել են 91 երկրների 400-ից ավելի ներկայացուցիչներ։ Հուլիսի 13-ին խոշորը ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում ժամը 15:50-ի սահմաններում Սևան Մարտունի գետափ ավտոճանապարհի 6.5 կիլոմետր հատվածում բախվել են BMW եւ Toyota մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ տեղեկությունների վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևան բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, ապա Սևան բժշկական կենտրոնի շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը։ Ըստ տեղեկությունների 6 ամսական երեխան մահացել է, բժիշկները պայքարում են մյուս 5 վիրավորների կյանքի համար։ Եվրամիությունը մեծահոգաբար Հայաստան եւս մեկ առաքելություն է ուղարկել անվտանգության եւ հիբրիդային սպառնալիքների խորհրդականներ Հայաստանի Հանրապետության իշխանություններին աջակցելու համար։ Այն գործարկվել է ընդհանուր արտաքին քաղաքականության եւ անվտանգության շրջանակներում, ասվում է Եվրամիության խորհրդի հայտարարության մեջ։ Եվրոպական աջակցությունները խոստումնալից են պայքար կիբեռնետիկ սպառնալիքների, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների եւ միջամտության դեմ, պայքար անօրինական ֆինանսական հոսքերի դեմ։ Առաքելության սկզբնական տևողությունը սահմանվել է 2 տարի եւ այն կղեկավարի Կոսմին Գեորգե Դինեսկոն, որը նախկինում ղեկավարել է նմանատիպ կառույց Մոլդովայում։ Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան բազմիցս խոսել է այսպես կոչված հիբրիդային սպառնալիքների մասին, որոնք ենթադրում են փոխազդեցություն Մոսկվայի հետ։ Նա նաև նշել է, որ Եվրամիությունն իր ներկայիս վիճակում ի վիճակի չէ Հայաստանին առաջարկել որևէ այլ բան, քան տնտեսական լճացում, անմիտ սպառազինությունների մրցավազք եւ չափազանց վտանգավոր արկածներ։ Լրագրող Ալեքսանդր Լապշինը հայտարարել է, որ Եվրոպայի խորհրդի լրագրողների պաշտպանության հարթակը արձագանքել է իր Հայաստան մուտքի մերժման դեպքին եւ Հայաստանի իշխանություններից պաշտոնական պարզաբանում է պահանջել։ Լապշինի խոսքով Հայաստանի ներկայացուցիչներին մինչև 2026 թվականի օգոստոսի 12-ը ժամանակ է տրվել ներկայացնելու, թե ինչ հիմքով է իրեն մերժվել մուտքը Հայաստան։ Նրանք հույս ունեն, որ ես կհոգնեմ եւ կմոռանամ այս պատմությունը, բայց դա չի լինելու, ես պայքարելու եմ մինչև վերջ, ինչպես պայքարեցի Ադրբեջանի դեմ եւ հաղթեցի Միեդում, նշել է լրագրողը։ Լապշինը նաեւ է, որ Հայաստանի իշխանությունները մինչ այժմ չեն պատասխանել իր փաստաբանների հարցադրումներին ուղղված ազգային անվտանգության ծառայության եւ գլխավոր դատախազությանը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ նշանակվել է Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, այս մասին հայտնել է Սաշա Կատվալյանը։ Այսօրվանից դադարեցնում եմ իմ պաշտոնավարումը որպես Երևանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում համայնքային հիմնարկի տնօրեն, նշել է Կատվալյանը։ Օրեր առաջ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը հայտարարել էր, որ դադարեցնում է վարչական շրջանի ղեկավարի իր գործունեությունը։ Մամուլում գրում էին, որ Կատվալյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի համակուրսեցին է, նաեւ մտերիմ է Տիգրան Ավինյանի հետ, նրան Մալաթիա Սեբաստիա համայնքի ղեկավարի պաշտոնից ազատել են 2022 թվականի հոկտեմբերին զոհվածների ծնողներին քարշ տալով Եռաբլուրից հեռացրած ոստիկաններին քննադատելու համար։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն Տիգրան Գաբրիելյանն ազատվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից, այս մասին տեղեկանում են քաղաքապետարանից։ Որոշման համար իրավական հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը, 112-րդ հոդվածը, 130-րդ հոդվածի առաջին մասը, Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 52-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետը, հանրային ծառայության մասին օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասը եւ որպես հիմք է ընդունվել Տիգրան
Գաբրիելյանի դիմումը։ Գաբրիելյանը 2026 թվականի հուլիսի 10-ից ազատվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։ Նրա աշխատանքային վերջին օրն է համարվել հուլիսի 9-ը։ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումը վերապահվել է նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Վիգեն Չիլինգարյանին։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, եթե Ռուսաստանը չի ճանաչում Վրաստանի ինքնիշխանությունը նրա տարածքի 20%-ի նկատմամբ, ապա Եվրամիության արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը չի ճանաչում երկրի ինքնիշխանությունը նրա տարածքի 100%-ի նկատմամբ։ Նրա խոսքով սա լիովին ամոթալի վերաբերմունք է Վրաստանի նկատմամբ։ Կոբախիձեն ընդգծել է Վրաստանի ժողովրդի կամքը չճանաչելն ու դրան հակադրվել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից չափազանց լուրջ երևույթ է։ Նա այս հայտարարությունը արել է մեկնաբանելով Կալասի Բրյուսելում հնչեցրած խոսքերը։ Ավելի վաղ Կալասը հայտարարել էր Եվրամիությունը ցանկանում է աջակցել ոչ թե Վրաստանի կառավարությանը, այլ վրաց ժողովրդին։ Եմենի զինված ուժերը հայտարարել են հարվածել են Սանայի միջազգային օդանավակայանի թռիչքուղուն, որը վերահսկվում է Անսար Ալլահ հութիական շարժման կողմից։ Պաշտպանության նախարարության տվյալներով հութիները արգելել են Եմենի ազգային ավիացիային օգտագործել օդանավակայանը եւ պնդել են, որ իրանական ինքնաթիռը մուտք գործի երկրի օդային տարածք։ Գերատեսչությունը նշել է, հենց այդ պատճառով է իրականացվել հարվածը թռիչքուղու ուղղությամբ։ Հարվածից առաջ իշխանությունները կոչ էին արել անհապաղ տարհանել օդանավակայանը եւ չմոտենալ տարածքին։ Պաշտպանության նախարարությունը նաեւ հայտարարել է, պատրաստ է կանխել ցանկացած օդանավի մուտքը, որը կփորձի խախտել երկրի օդային տարածքը ազգային ինքնիշխանությունը պաշտպանելու նպատակով։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայել Բաղային հայտարարել է, Թեհրանը երբեք չի խախտել ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, իսկ դրանց չկատարման պատասխանատվությունը կրում է Վաշինգտոնը։ Նրա խոսքով Իրանը բոլոր բանակցությունների ընթացքում գործել է պատասխանատվությամբ եւ երբեք չի եղել պայմանավորվածությունների խախտման նախաձեռնողը։ Բաղային ընդգծել է, Թեհրանը շարունակելու է առաջնորդվել պարտավորության դիմաց սկզբունքով։ Նա հայտարարել է, եթե ԱՄՆ-ը շարունակի խախտել իր պարտավորությունները, Իրանը նույնպես զերծ կմնա ստանձնած պարտավորությունների կատարումից։ Բացի այդ, Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը կրկնել է, Թեհրանի գործողությունները տարածաշրջանում ուղղված են եղել բացառապես ամերիկյան ռազմական օբյեկտների դեմ, իսկ Հորմուզի նեղուցը երբեք չի թույլատրվի վերածել Իրանի անվտանգության համար սպառնալիքի աղբյուրի։ Լեհաստանի պաշտպանության նախարարության ղեկավարի տեղակալ Ցեզարի Տոմչիկը հայտարարել է, Վարշավան Ուկրաինային փոխանցել է Պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված 3-ից մինչև 9 հրթիռ։ Նրա խոսքով մատակարարումը իրականացվել է 2026-ի գարնանը ՆԱՏՕ-ի մի շարք երկրների համատեղ ռազմական օգնության փաթեթի շրջանակում։ Տոմչիկը նշել է, Լեհաստանը ԱՄՆ-ի ստացել է երաշխիքներ, ըստ որոնց սպառնալիքի դեպքում փոխանցված հրթիռները կփոխհատուցվեն տասնապատիկ չափով։ Գերմանիայի արտգործնախարարությունը կանչել է Բերլինում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Նեչաևին կապված ենթադրյալ կիբերհարձակումների հետ։ Բերլինի պնդմամբ այդ գործողությունները ուղղված են եղել Գերմանիայի, Եվրամիության անդամ երկրների եւ Ուկրաինայի դեմ։ Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է, նման կիբերհարձակումները անընդունելի են եւ դրանց կարձագանքի վճռականորեն։ Գերատեսչության հայտարարության համաձայն քննարկվում է նաեւ լրացուցիչ պատժամիջոցների սահմանման հնարավորությունը։ Միաժամանակ պաշտոնապես ընդգծվել է Ռուսաստանի դեսպանի ներկայացվել է Գերմանիայի հստակ դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ։ Բլումբերգի սյունակագիր Մարկ Չեմպիոնը հայտնել է, Անկարայում անցկացված ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովը բացահայտել է Թրամփի ավելի խորքային հակակրանքը դաշինքի նկատմամբ։ Նրա գնահատմամբ Թրամփի դժգոհությունը չի սահմանափակվում միայն անդամ երկրների պաշտպանական ծախսերով եւ վերաբերում է հենց ՆԱՏՕ-ի գոյության նպատակահարմարությանը։ Չնայած գագաթնաժողովի ավարտին ԱՄՆ նախագահը դրական է արտահայտվել դաշինքի մասին, հոդվածագիրը նշում է, ռազմական պլանավորողների համար այդ իրավիճակը դժվար է հաջողություն համարել։ Հոդվածում ընդգծվում է, նույնիսկ պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ի հասցնելու որոշումը չի փոխել Թրամփի վերաբերմունքը։ Եղանակը առաջիկա օրերին հուլիսի 13-ի, 16-ի եւ 17-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հուլիսի 14-ից 15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 13-ից 14-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա։ Արարատյան դաշտում նշված օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։